Մարդ, որը ղեկավարում է այստեղ օտարերկրյա կազմակերպության մամլոյցարայություն, որևէ չէ, բաժանմունք, եւ ակնհայտ աչքի ընկնում իր հակապետական ռուսաստրուկ եւ ռուսական ճորտիզմի քարոզչությամբ, ես չեմ կարող նրան մեկնաբանել, երկրորդը դատախազության գործունեությունը գտնում եմ օրենքի տարին ու ոգուն համապատասխան, եւ երրորդը Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ, քանի որ ես չեմ ուզենա ժամանակ շատ հատկացնեմ, ստեղծել է երկրում տնտեսական ապօրինի կայսրություն եւ ամեն ինչ պիտի դրվի իր տեղում, եւ այդ ուրեմն մարզասրահի վերադարձը Երևանի քաղաքապետարանին, ցեմենտի գործարանի վերադարձը Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն ամբողջովին բխում է մեր իրավապահների եւ ուրեմն քննչական գործողությունների օրենքի շրջանակներում գործնեությանը եւ ընդհակառակը պիտի ասեմ, որ այդ ցեմենտի գործարանը առ այսօր, որը վերջին 20 տարիներին իմ ընկերն է ասում, նվազագույնը կուտակել է $100 միլիոն ավելի եկամուտ, դեռևս ունեն 80-ական թվականների հեղուսները, պտուտակագամերը, չգիտեմ, այս բառերը երևի մեր համակիրները կամ դիտողները կհասկանան, չէ՞ ինչի մասին է խոսքը, այսինքն ներդրումներ չանելով, սակայն կուտակել է ահռելի հարստություններ։ Այլևս չեմ խոսում տարիներ են եղել, որ նրանք ամբողջովին 100% իրացվել է արտադրանքը ձախ ճանապարհով։ Եվ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը ստիպված եղավ 1-2 անգամ 10 միլիարդական դրամներ փոխանցել եւ Հրազդան ցեմենտ ընկերությանը փակbaşնետիրական եւ այս ընկերությանը մուլտիգրուպի այսպես կոչված տխրահարճակ կայսրության տնտեսական շրջանակներում, որպեսզի բյուջե փող վճարեն ցույց տան, թե իբր ցեմենտի եկած եկամուտն է հարկերը եւ այլ, քանի որ դրա թիկունքին եւ վերնամասում կանգնած էր եւս ոչ պակաս տխրահարճակ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Օրենքի տարին ու ոգուն համապատասխան կապված ուրեմն այդ իրավապահ մարմինների մի բաժանմունք կա, այդ գախնի, չէ՞, գախնալսումների հետ կապված այդ դիմակավորված անձանց հետ եւ այլ։ Դե գիտեք, եթե մարդ կարող է պետության մեջ ապօրինի կերպով միլիարդատեր դառնալ, եթե Ղարաբաղը Ադրբեջանին կողմից նվաճելուն կարող է նպաստել իր ընկերը Լուկաշենկոն, եւ ինքն էլ այս երկրում աշխատի այնպես, եւ որի ընտրական ցուցակի մի քանի համարներով էլ նախաքննության արդյունքներից ելնելով առայժմ ամեղության կանխավարկած չեմ ասում, մեղադրում են լրտեսության մեջ, ապա ես կարծում եմ, որ նրա հանդեպ պիտի կիրառվի շատ կոշտ վերաբերմունք պետության կողմից։ Ինչ արել, ծեծել են, առյուծը սատկել է, կներեք, էլի ասենք, բոլորս գիտենք այդ ամեն ինչը։ Իրենց կողմից ինչքան մարդիկ են սպանվել, իրանք ինչով են, կանիբալիզմով չեն զբաղվել, մարդավորսությամբ չեն զբաղվել, Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնություն են գործադրել։ Հարության հարցը հետևյալն է, ինչու հենց հիմա Նիկոլ Փաշինյանը այս ամենը։ Բա ինչ անի, Նիկոլ Փաշինյանը թոշակ է բարձրացնում, ասում են ինչու հենց հիմա։ Ճանապարհներ է սարքում, ասում են ինչու հենց հիմա։ Ասում են ճանապարհների մասին նոր հիմա բանը կներեք, Ռոբերտ Քոչարյանը ասում է բանը մեր ժամանակ ճանապարհները չէին քանդում, որտեղ դուք ճանապարհ չեք կառուցել։ Ճանապարհներին հատկացված գումարները դուք գրպանել եք եւ թալանել եք։ Եվ ամենակարևորը երեքը միաբերան ասում են, որ եթե մեր ձայները գողանան, մենք կդիմենք հեղափոխության։ Ախր դուք հեղափոխությունը չգիտեք ինչ է։ Դուք առաջնորդվել եք խռովությամբ, մյացիժի սկզբունքով։ Դուք երեքն էլ այդպես եք։ Հիմա էլ ասում են, բայց նրանք դեռ չեն հրաժարվում փողոցային պայքարից։ Հարմար պահ լավ, ես մի բան եմ ասում։ Գայիկ Ծառուկյանին ձերբակալեցին։ Դե թող 1000 հոգի ելնեն դուրս գան փողոցները։ Ես ընդամենը փողոցում են միայն նրա ընկերությունների գործազուրկ։ Ուրեմն ես ընդամենը տեսնում եմ 2 հոգի Երևանի սրճարաններում Իվետ Ատոնոյանի եւ Վահե Հովանեսյան, հա, եւ նրան, եւ մեկ Սուրեն Սուրենյանին, եւ գիտեք ինչ, այս մարդիկ են մնացել սրճարաններում։ Եկավ արդեն առանձին իր։ Ուրեմն իմ ասելիքս որն է,
Կենտրոնական դրական հանձնաժողովը եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները եթե ցուսաբերեին անհրաժեշտ վճռականություն, այս երեք քաղաքական միավորները, հանրային քաղաքական միավորումները, գազམ་ակերպությունները ես նրանց կուսակցություն չեմ անվանում։ Կուսակցությունը դա ինքնին մեծ ձեռքբերում է հասարակական քաղաքական կյանքում։ Սրանք ոհմակներ են, հրոսակախմբեր են, ոնց պիտի նրանց մասնակցությունը չեղարկեր հենց համապետական դրությունների նախաշեմին, որովհետև 4%-ով չկար այդպիսի բան, որ դաշինքը գնար ընտրությունների, դաշինքը պիտի ունենար նվազագույնը 8%-ի շեմի չափորոշիչ ներկայացված պահանջներ, մյուսները ընտրված էր այստեղից այնտեղից հավաքված Հայաստան դաշինքի պարագայում, այնտեղ եւս ընդգրկված է մի քանի կուսակցություն, նա պիտի ունենար 10% եւ ավելին։ Եվ ամենավատը գիտեք որն է, որ այսօր այնինչ որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի պարագայում, ասում են ինչու հիմա, բա երբ։ Եթե թոշակները հիմա չբարձրացնեն։ Ընտրություններից առաջ։ Եթե առողջապահությունը հիմա չդարձնեն պետպատվերով կամ ամբողջովին անվճար։ Եթե մեր երկրում ճանապարհները չկառուցվեն, եթե չունենանք բազմաթիրախային, չէ, ինչպես ասում են, դիվերսիֆիկացված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, բա երբ ունենանք, լավ, Փաշինյանի տունը նստի, ընդդիմությունը ասի սրանով զբաղվի, չնայած Հայաստանում ընդդիմություն չկա, կան, ուրեմն հայբրիդային սպառնալիքների գործոններ, 102-րդ ռազմաբազա, Գազպրոմի աշխատակազմ, Հարակովկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքի աշխատակիցներ, 5-րդ Շարասյան ներկայացուցիչներ, ռուսական գործակալական ցանցի գործադրված ներկայացուցիչներ եւ այստեղից ճողոպրած Ռուսաստանի Դաշնությունում գտնվող քրեոլիգարխիկ եւ իրավապահ մարմինների ուրեմն ճողոպրած փախուստի դիմաց ներկայացուցիչներ։ Այս սա է։ Մնացել է ընդամենը մի բնակավար, ոչ թե մի բնակավար, մի գործոն, որը կարծեք թե արդեն հանրային քաղաքական դաշտում իր ազդեցությունը 0-ից ցածրացրել է, դա հայ առաքելական եկեղեցու որոշ վերնախավի որոշ բարձրաստիճան, ուրեմն սպասավորներ են, որոնք աչքի են ընկնում իրենց մեղմ ասած ոչ կիրթ, ոչ բարոյական նորմերով, որոնց գործունեությունը, որոնց բարոյական եւ ազգային նկարագիրը անհարիր է, անհամատեղելի է առաքելական Սուրբ եկեղեցու բազմադարյան կոդերի, բարոյական նորմերի եւ այլն, եւ որոնք անընդհատ ասել են, որ մենք պիտի մեր հավատի հետ կապված, մենք պիտի մեր եկեղեցու հետ կապված սա անենք, բերանները ջուր առնելով, երման չխոսելով, որ նրանց թիվ մեկ գործառույթը պիտի լինի մեր անկախ պետականությանը նեցուկ կանգնելը եւ ոչ թե պետք է ունենային խաչի պաշտամունք, այլ պիտի ունենային պետության խորհրդանիշների հայոց բանակի ամեն օրյա օրհնանքի պաշտամունք եւ բոլորս գիտենք, որ գիտեք բազմաթիվ անգամներ ասել եմ, ես չեմ ուզենա երբեք իմ գիտելիքների հետ կապված որևէ մի անգամ շահարկում անեմ, բայց ես պիտի ասեմ, ինչու է պաշտում օտար խորհրդանիշ։ Խաչը դա Կարմիր ծովի մատուցներից բերված մի այսպես ասած խորհրդանիշ է կամ մի առարկա է, որը ներկված է արյունով, որին ուրեմն պաշտամունքի առումով, երբ որ նույնիսկ մեր թագավորները տրթատը կլնի, մեկ ուրիշը կլնի նսեմացնելով կամ չգնահատելով դրա դերը անմիջապես ձեռք են բերել, այսպես ասած, խոսենք երևակայական եւ հրաշապատումի, չէ, տրամաբանության մեջ ձեռք են բերել խոզի կերպարանք եւ այլ, եւ մենք պիտի վերանանք այդ այսպես կոչված արգահատելի սիմվոլներից։ Մենք պիտի կանգնենք մեր պետության կողքը եւ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է չհապաղի, կառավարությունը պետք է չհապաղի շուտապույտ կերպով եկեղեցու վերնախավի հանդեպ խնդիրը պետք է հանգուցալուծվի, այն է մայր աթոռից պետք է անմիջապես հեռացվեն այն հոգևորականները ճակերտավոր դարձյալ տերմիններով չօգտագործեմ, ճակերտավոր կաթողիկոսի ԿՊ-ի բառապաշարով չմեկնաբանեմ, որովհետև
ես դա էլ եմ ընդունում, պարզապես ես ունեմ իմ բառապաշարը եւ այն մարդկանց, որոնք ուզուրպացրել են մայր աթոռը։ Մայր աթոռը պետք է շուտապույտ կերպով մաքրել այլադավան, տիրադավան ներկայացուցիչներից, որոնք ընդամենը 1 տասնյակ են, ավել չկան։ Բացի դրանից էլ հանգուցալուծումը կբերի նրան, որ իրական հավատը կվերադարձվի մեր ժողովրդին։ Չեք պատկերացնում, երկու գործոնից պիտի խոսամ։ Ունեմ բազմաթիվ հոգևորական ընկերներ, նաև արքության աստիճանի հասած, եւ ամեն անգամ իմ հարցազրույցներից հետո իրենք զանգահարում են, մենք զրուցում ենք։ Դուք չեք պատկերացնում այդ մարդկանց պետականամետ դրսևորումը։ Դուք չեք պատկերացնում այդ մարդկանց հարգանքը առ մեր պետականությունը։ Իմ մասնավորի կարող եմ թվարկել մի քանի եպիսկոպոսների, բայց առայժմ զերծ եմ մնում։ Եվ նաև հավարդ մեր հարցազրույցի երեկոյան քայլում էի Իսահակյան փողոցով եւ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի, իհարկե իմ հարգանքս եւ իմ գոհունակությունը հայտնեցի իր հեղինակային հաղորդաշարի հետ կապված, եւ ինքը իհարկե փոխադարձեց, ասեց պարոն Սաֆարյան, ես էլ ուրախանում եմ ձեր մոտեցումով, որովհետեւ ասեց նման ազնվորություն, որը ունի շուրջ 40 տարվա քաղաքական գործունեություն, դա ընդամենը գովեստի արժանի եւ ես ուղղակի շատ եմ ուրախանում ձեզ տեսնելով եւ ոչ միայն Արմեն Դարփինյանը, նաեւ երջանկահիշատակ Վիգեն Խաչատրյանը, նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, իմ վաղեմի շուրջ 40 տարվա ընկեր եւ այս կառուցողական ճիշտ մեկնաբանություններով անընդհատ ասել, որ առանց Ռուսաստանի մեզ գուտեն, մեզ կհոշոտեն եւ մարդիկ ասելով, որ սա է ռեալ իրականությունը, եւ մեկ էլ տեսնում եմ մյուս կողմից Վաչե Գաբրելյան, Վարդան Արամյան, այլևս չեմ խոսում Խոսրով Հարությունյան, որը կարծեք թե վաղուց է հարաժեշտ տվել երկրային կյանքին, բայց դեռևս փորձում է իրեն զգացնել տալ։ Վահե Նիկոյան, Վահե թե ինչ Նիկոյան, մեկը կար ազգային ժողովի նախագահ, Տիգրան Թորոսյան, չգիտեմ, Տիգրան Թորոսյանը մակրությունից է խոսում այս մետրոյի դիմացի շենքում, որը արժի մի քանի $100,000 անտեղ են բնակվում։ Ամբողջ խնդիրը նա է, վերջերս է Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը հայտարարեց, որ մեր նպատակը ինքնության պահպանումն է, հայի։ Իրենց նպատակը հայի ինքնության պահպանումը գիտեք որն է, որ այդ կուսակցությունը լինելով բազմաթիվ հերոսական դրվագներով հայտնի կուսակցություն, աչքին գազ կուսակցություն, շուրջ 3 տասնամյակ դարձավ կրավորական կեցվածքով, պասիվ կեցվածքով սպասարկող օրվա իշխանություններին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, եւ ծածկեց նրանց թալանը, ծածկեց նրանց քաղաքական սպանությունները։ Եվ հայի ինքնություն ասելով նրանք նկատի ունեն ռուսական գաղափարախոսության արմատավորում այստեղ, ռուսական մենտալիտետի կրել այստեղ, Ռուսաստանի գերակա շահը ընդունելով, Ռուսաստանին վերաբերվելով հայ ժողովրդի կողմից ճորտության եւ ստրկության գաղափարախոսությամբ։ Առաջանցնելով ասեմ, որ ես դեմ չեմ Ռուսաստանի Դաշնության հետ եւ ռուս ժողովրդի հետ ունենալ մերձ լավ սերտ հարաբերություններ ռազմավարական առումով, բայց այս տարբերակը արգահատելի է, նշավակելի է եւ ձաղկելի է։ Եվ գիտեք ամենավատը որն է, երբ որ մենք ուզում ենք մեր հարևանների հետ տարածաշրջանում ունենալ կայուն գործընկերային հարաբերություններ, ոչ թե մոռանալով անցյալը, այլ դասեր քաղելով անցյալից, մեկ էլ տեսնում եք, ասում են ծովից ծով Հայաստան։ Եթե այդպես լինի, հռետորաբանության առումով Նիկոլ Փաշինյանը բոլորին կհաղթի։ Բոլորս գիտենք, որ նա ավելի շատ փողոցային եւ հանրահավաքային գործիչ է եղել։ Եվ նա կարող է ասել ոչ թե ծովից ծով Հայաստան, նա կարող է ասել Հունաստանից, Իտալիայից մինչև Կասպից ծով Հայաստան։ Եվ ամբողջ խնդիրը սա է, եւ սա է, որ արցախցիների հետ կապված, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների հետ կապված, որ օրվա մեջ նվազագույնը ես հատկացնում եմ 8-ից 10 ժամ աշխատանք, անդուլ աշխատանք խնդիրների լուծման ուղղությամբ եւ կարծեմ դուք եք դրանում համոզված, սա փորձում են ներկայացնել ծուռ հայելու մեջ, փորձում են մոլորացնել մեր ժողովրդին եւ ես այնքան եմ ուրախանում, որ մեր ժողովուրդը Արցախից բռնի տեղահանվածները արդեն հասկացել են, որ
Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի հետ ոչ մի աղերս չունի։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հետ ոչ մի աղերս չունի։ Տեսակ էլի գնացիք պարկեցիք Սամվել Կարապետյանի անկողնում, գնացիք պարկեցիք Գագիկ Ծառուկյանի անկողնում։ Այս է եղել ձեր մոտեցումը, այս է եղել ձեր մենաշնորհը եւ ես ասել եմ, քանիցս կրկնում եմ, քանի Ռոբերտ Քոչարյանը եւ էլ պսևդո քաղաքական գործիչներ, որոնք աչք են ընկել իրենց ուրեմն սերիական մարդասպանությամբ մարտի 1 երկրում բերելով գլխատել ամբողջ ազգային ժողովը կառավարությունը դարձյալ ռիսկ են անում մտնել Հայաստանի քաղաքական դաշտ, մենք զերծ չենք լինելու անկայունությունից, սոցիալական հրահարումներից, դրդումներից, տարբեր կերպի սադիստական գործողություններից։ Այս է, որ ես ոչ թե դիմում եմ կառավարությանը, այլ կառավարությունից պահանջում եմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հանդեպ, այլ ցանկացած անարդար երևույթների հանդեպ, նաև իրենց հանդեպ։ Կառավարությունում էլ կան, կառավարության անդամների մեջ էլ կան, եւ կառավարության, ոչ միայն կառավարության, նաև մեր պետական ստորին օղակներում էլ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պետք է մեկըտմիշտ վերջ տրվի, ոչ միայն անլուծելի խնդիրներ, այլ քաշքշոկներ եւ բարդույթներ գալով իրավապահ համակարգի գործունեությանը պետք է լինի ոչ թե թիրախային, պետք է լինի ոչ թե սելեկտիվ ընտրովի, այլ պետք է լինի համապարփակ, այլ պետք է լինի այն խոստումների ոգուն համապատասխան, որը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 49% եւ հետագայում Դոնտի Բանաձեով շուրջ 60% եւ պիտի ինքը անընդհատ չմոռանա, որ դա ձեռք է բերել մեծ դժվարությամբ եւ եթե այս անգամ այդ խոստումները չկատարի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ունեցվածքի, Գագիկ Խաչատրյանի, Երևանի քաղաքապետերի, Աղվան Հոսեփյանի, չգիտեմ, տասնյակ միլիարդավոր ճողոպրած մարդկանց հանդեպ, եթե դա մինչև վերջ հետևողական չլինի, ապա ես ասում եմ, որ ներկա կառավարության վաղվա օրը ապագան լինելու է շատ մշուշոտ եւ թունելի լույսը, ինչպես են ասում, չի երևալու։